ովքեր ծնվել են 3 թվանշանի ներքո, այսինքն 3, 12, մեկին գումարում ենք 2 անում է 3, ուրեմն 30 թվանշանի ներքո, ձեզ մոտ մասնագիտականի հետ կապված, ես ուզում եմ մի քիչ անկեղծ խոսել ձեզ հետ, իմ տարոքարտերով դա իմպերատրիցա քարտն է, 3 թվանշանի ներքո ծնված մարդկանց մոտ իմպերատրիցան դա ինչի մասին է խոսում, մեծ ռեսուրսների, բայց ստեղ 4 հաշվարկներ կան, օրինակ, եթե տղամարդու թիվը 3 է, կնոջը այլ թիվ է, կարող է ամուսնանալ բավականին հաջող կնոջ հետ, այստեղ արդեն ռաշյոտի մասին կարող է խոսալ, տղամարդու թիվը 3-ը, ես բավականին շատ խորը այս մասին ուսումնասիրել եմ, թվագիտություն արդեն տարոյի հետ 29 տարի, ընթացքում ավելի եմ խորացրել բավականին ճանաչված մարդկանց մոտ, դրա համար հիմա իմ գիտելիքները ես ձեզ տալիս եմ, որպեսզի դուք իմանաք, եթե կցանկանաք ավելի գլոբալ ձեր ճակատագրի հոգեմատրիցան աստղի հաշվենք միասին, որովհետև ձեր բոլոր ամիս ամսաթիվ և տարեթվի կոդերը ձեր ամբողջ կյանքի իրադարձությունների մասին են խոսում, անգամ խոսում են, թե մարդը երբ կարող է մահանալ, այս մասին, մի քիչ ես փակագծեր եմ բացում, 3 թվանշանի ներքո ծնվածների մոտ մասնագիտականը, ես ձեզ ասեմ, շատ լավ դերասաններ են լինում, արտիստներ, ովքեր որ այսօր արտիստներ են, երգչուհիներ են, 3 թիվը մեծ դեր է խաղում նրանց կյանքում, 3 թիվը այստեղ գիտելիքի մասին է խոսում, վարսավիրների, գեղեցկության սալոնների մասին է խոսում, որտեղ որ դուք կարող եք այս մասնագիտություններն ունենալ, հումորային 3-ների մեջ լավ հումորով մարդիկ կան, նաև մեր հումորի ասպարեզում, հումորային պրոյեկտներում տեսած կլինեք, բավական հետաքրքիր մարդիկ, ովքեր որ հումորային, բեմի վրա տեսել եք, հումորով են զբաղվում, մասնագիտականը ձեր որը կարող է լինել, դաստիարակ, օրինակ, նյանյա են ասում երեխայի հետ աշխատանքը, արվեստի ոլորտն է, մարդկանց հետ այսպես շփումն է, երաժշտությունն է, գեղեցկության սալոններն են, ուսուցիչը, աշխատանք երեխաների հետ, բեմի հետ, պարուհիներն են, երգն է, թատրոնն է, հումորն է,